ԱՄՆ-ն լիցքավորվող ինքնաթիռները տեղափոխել Մերձավոր Արևելք հնարավոր հարձակման համար։ Չի բացառվում, որ կարող է սպառնալիք հետապնդել կամ հարձակվել Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտների վրա, կամ էլ հութիների ստորգետնյա բազաների վրա լեռներում, որտեղ ընթանում է դրոնների և հիպերձայնային հրթիռների հավաքումը, նշել է աղբյուրը։ Եմեն չի կարող ինտեգրացիոն միավորումից վերածվել Ռուսաստանի դեմ ուղղված լիարժեք ռազմական մեքենայի, հայտնել է Guardian թերթը, վկայակոչելով փորձագետներին։ Քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածի տակ է դնում 1945 թվականից հետո ստեղծված միջազգային կարգի հիմքերը, եվրոպացիները սկսում են գիտակցել իրենց անվտանգությունն ապահովելու համար ավելին անելու անհրաժեշտությունը։ Սակայն խաղաղ նախագիծը չի կարող պարզապես վերածվել ռազմական նախագծի, առնվազն չզոհաբերելով այն, ինչն այն արդյունավետ է դարձնում այն ոլորտներում, որտեղ այն իսկապես լավն է, հայտնել է աղբյուրը։ Վերջինս նաև ընդգծել է. նման ռազմական փոխակերպման համար անհրաժեշտ է Եվրամիության բոլոր անդամ երկրների կոնսենսուսը, ինչը հիմա չկա։ Այդ կապակցությամբ նա նշել է, մայրցամաքի երկրները ստիպված կլինեն այլընտրանքային կառույց փնտրել, որի միջոցով կկարողանան ռազմական դաշինք կազմել։ ԱՄՆ միջուկային սուզանավերը չեն կարող մոտենալ Ռուսաստանի սահմաններին, հայտարարել է Սևծովյան նավատորմի նախկին հրամանատար Վլադիմիր Կոմոեդովը։ ԱՄՆ-ի ատոմային սուզանավերը մարտական ծառայություն են իրականացնում մեր հիմնական ռազմածովային բազաների մոտ, պարզաբանել է զինվորականը։ Նա հիշեցրել է, խոսքը Կամչատկայի, Բարենցի ծովի և Կոլայի ծոցի մասին է։ Կոմոեդովը նաև նշել է, երբեմն ամերիկյան սուզանավերը կարող են ծառայություն իրականացնել Սպիտակ ծովում, հատկապես տեխնիկայի ռուսական նմուշների փորձարկումների ժամանակ։ Նրա խոսքով ռազմավարական սուզանավերը, որոնք միջուկային զենք են կրում, չեն կարող մոտենալ այլ երկրի ափերին։ Նա հավելել է, Թրամփը պետք է ուսումնասիրի իր երկրի ռազմածովային ուժերի կառուցվածքը, որպեսզի հասկանա, ինչպես կարող է օգտագործել իր սուզանավերը։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը էներգետիկան անվանել է Եվրամիության աքիլեսյան գարշապարը։ Նա հավելել է, Եվրահանձնաժողովի գործունեության օրակարգի գլխավոր կետը պետք է մնա մատչելի էներգետիկան։ Էներգետիկան մեր աքիլեսյան գարշապարն է, անհրաժեշտ է կրճատել մեր կախվածությունը համաշխարհային շուկաների անկայունությունից, ի հաշիվ այդ թվում վերականգնվող աղբյուրների և ատոմային էներգետիկայի։ Մատչելի էներգիա ապահովելու գործողությունների ծրագիրը մեր օրակարգի գլխավոր թեման է, ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, իրեն ռինգային մարտ է սպասվում Կոպենհագենում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովում, քանի որ եվրոպական առաջնորդները ճնշում են գործադրում Բուդապեշտի վրա Ուկրաինայի հարցում։ Մեզ ԵՄ վտանգավոր գագաթնաժողով է սպասվում, դա լինելու է ռինգային մարտ, ասվում է հրապարակման մեջ։ Նա հավելել է, Եվրոպայում չկա միասնություն Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության հարցում և առանց նրա երկրի դա հնարավոր չէ։ Բացի այդ, Հունգարիայի վարչապետը խոստացել է գումար չուղարկել Կիևին։